Արև ձեզ սիրելի էջմիածնեցիներ, ես ինքս էջմիածնի բնակիչ եմ և ապրում եմ Զվարթնոց համայնքում, զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ուղիղ 1 տարի առաջ, երբ որ Ռոսելխոզ Նազորը արգելեց Հայաստանից ծաղիկ արտահանելը, մենք կազմակերպեցինք ջերմոցատերերով և որոշեցինք գնանք ՍԱՏՄ կոչված կազմակերպություն և այնտեղ մեզ խաբեցին։ Ես ուզում եմ այսօր 2 րոպե տրամադրեք խոսեմ գյուղատնտեսությունից։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, ես հազիվ եմ էմոցիաներս պահում, որ հանկարծ ուրիշ բառ չարտահայտեմ մեր երկիրը ներկայացնող սուտ խոսաններից։ Ես հրավիրում եմ իրենց, թող գան Զվարթնոց համայնք, ես ցույց տամ իրենց իրական դեմքը, թե ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը։ Ուղիղ 1 տարի խոսք տվեցին, որ կգան ջերմոցներ, հասցեներ վերցրեցին, որ անպայման ձեր խնդրով կզբաղվենք, ուղիղ 1 տարի ոչ ոք ոչ մի քայլ չի արել։ Այսօր բոլոր ջերմոցատերերը կանգնած են մեծ խնդրի առաջ, ոչ թե երեկվա արգելքով, այլ ուղիղ 1 տարի առաջ արգելեցին, ով իրենց մոտ էր կանգնած ծաղիկը արտահանում էին, իսկ գյուղացիները թափում։ Վաղվանից ես կոչ եմ անում բոլոր ջերմոցատերերին, միավորվենք ու ցույց տանք, թե օրեկան քանի 100,000 ծաղիկ ենք թափում, բառիս բուն իմաստով թափում։ Ես անձամբ հանդիպել եմ Սամվել Կարապետյանի հետ իր տան բակում և նա մեզ խոսք չի տվել, նա իմ աչքերի մեջ նայելով ուղիղ ասել է, ես երաշխավորում եմ, որ կարճ ժամանակում կլուծեմ թե մթերքի մթերման և արտահանման հարցը։ Ես ուզում եմ մի բան հիշեցնել, տարիներ առաջ, երբ որ թուրքերը Մոսկվայում չէին թողնում, որ մեր ծիրանը ծախվեր, միակ մարդը, որ կանգնեց հայ գյուղացու կողքին, որ մեր ծիրանը չփչանա և մեր ֆերմերները խոշոր գումարներ չկորցնեն, նա անվճար, ես այնտեղ եմ եղել և մասնակից եմ եղել, տրամադրեց իր տարածքը և կոչ արեց բոլոր հայերին, որ մեր ծիրանը չմնա չփչանա։ Ծախողները երազում էին, որ 70 ռուբլով ծիրան վաճառեին, մեր Մոսկվա բնակ հայերը այնպես համախմբվեցին, որ 150 ռուբլով օրեկան վաճառվում էր 7 ֆուր ծիրան։ Խոսքերով, երբ որ լսում ես մեր սուտ խոսաններին, մենք ապրում ենք Շվեյցարիայում, բայց միակ մարդը, որ գյուղացու կողքին կանգնած է եղել, գործնական ցույց է տվել, որ Մոսկվայում կարելի է համախմբել հայերին և ծիրանը վաճառել, ես անձամբ տեսել եմ, միակ մարդը դա Սամվել Կարապետյանն է։ Եվ իմ աչքերի մեջ նայելով խոսք է տվել, որ 3, 4 կամ 5 գյուղերի համար կառուցել շատ արագ փոքր մթերման կենտրոններ, որ գյուղացու ապրանքը ավելի թանկ վաճառվի, որովհետև շուտ փչացող ապրանքը շուտ էլ գին է գցում, բայց նա ավելին առաջարկեց, որ պահածոացնենք և դա ավելի թանկ վաճառենք։ Ես չեմ ուզում ժամանակը շատ վատնել այլ բաների վրա, շատ օրինակներ կան։ 3 օրինակը Պապոյան կոչվածը, հեռուստատեսությամբ նայում եմ, երբ որ Ֆակտոր TV-ի լրագրողը հարցնում է, որ մեր բեռնատարները, երբ որ ուզում են անցնեն, ասում է սարքերը փչացած են, հեգնանքով էլ կիսաժպիտը դեմքին պատասխանում է, չի հասկանում, որ ցանկացած ֆուռ արժի 50-ից 70 միլիոն դրամ, ու դա կրում ենք մենք, ոչ թե ինքը։ Ասֆալտ, դպրոց, մանկապարտեզ, վաղը հրավիրում եմ Զվարթնոց համայնք ու ցույց տամ նոր ասֆալտի վրա քանի 100,000 դոլարի ծաղիկ թափված։ Վաղվանից կոչ եմ անում բոլոր ջերմոցատերերին, միախմբվենք և ցույց տանք սրանց իրական դեպքը։ Շնորհակալ եմ։